Պրոդյուսեր Ելենա Արշակյանն, ով հայտնի է իր ուշագրավ և սիրված հեռուստատեսային նախագծերով, վերջերս ազդարարել է նոր ստեղծագործական ծրագրի մեկնարկը։ Թեև նա առայժմ մանրամասներ չի բացահայտել, արդեն իսկ ակնհայտ է, որ խոսքը խոստումնալից նախագծի մասին է, որն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հեռուստադիտողների շրջանում։ Մի քանի շաբաթ առաջ Արշակյանը հայտնել էր, որ նոր նախագիծը սկսել է նախապատրաստական փուլը, իսկ օրերս նա լրացուցիչ տեղեկություն է հաղորդել, նշելով, որ նկարահանումների առաջին փուլը մեկնարկել է Հայաստանի հյուսիսային գեղատեսիլ վայրերից մեկում՝ Լոռու մարզում։ Այս պահի դրությամբ դեռևս հստակ չի նշվել խոսքը ֆիլմի, թե սերիալի մասին է, սակայն հաշվի առնելով Ելենա Արշակյանի վերջին տարիների գործունեության ուղղվածությունը, շատերը ենթադրում են, որ նոր նախագիծը հեռուստասերիալ է լինելու։ Մասնավորապես հեռուստադիտողների շրջանում շրջանառվող խոսակցությունների համաձայն, Մարիա և Ծով աչքերի պատճառով սերիալների ավարտին մոտենալը հուշում է, որ պրոդյուսերը նախապես պլանավորել է հերթական նախագծով համալրել իր ստեղծագործական պորտֆոլիոն, հավատարիմ մնալով հեռուստատեսային դրամաների իր վառ ծրագրին։ Ելենա Արշակյանը հայտնի է իր նախագծերին հատուկ խորը զգացմունքայնությամբ, ազգային ավանդույթների և ժամանակակից թեմաների նուրբ համադրությամբ։ Նրա նախագծերը մշտապես արձագանք են գտել հանդիսատեսի սրտերում, ինչի վառ ապացույցն են նախորդ սերիալները թե Մարիան, թե Ծով աչքերի պատճառովը, որոնք ոչ միայն բարձր վարկանիշ են ապահովել, այլև դարձել են հասարակական քննարկումների առարկա։ Թե ովքեր են ընդգրկված նոր նախագծում, դերասանական կազմը, ռեժիսորը կամ սցենարիստները դեռևս գաղտնի են պահվում, սակայն Ելենա Արշակյանի ստեղծագործություններին հետևողները վստահ են, որ նա կրկին կներկայանա նոր դեմքերով ու հնարավոր է նաև հանդիսատեսի կողմից արդեն ճանաչված ու սիրված դերասաններով։ Նրա երկրպագուները սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկում են հնարավոր սյուժետային գծերն ու հերոսներին։ Ոմանք հույս ունեն, որ պատմության առանցքում կլինի հայկական ընտանիքի ճակատագիրը գյուղում կամ փոքր քաղաքում, իսկ ոմանք ենթադրում են, որ նախագիծը կունենա պատմական հենք՝ հիմնված իրական դեպքերի վրա։ Հատկապես այն փաստը, որ նկարահանումները սկսվել են Լոռու մարզից, տեսական հնարավորություն է ստեղծում, որ նկարահանման վայրը կարևոր դեր կունենա սյուժեում։ Ելենա Արշակյանի արվեստը մշտապես առանձնացել է նրանով, որ նա կարողացել է սերիալային լեզվով բարձրաձայնել հասարակական, ընտանեկան, բարոյական և սոցիալական խնդիրներ միաժամանակ ներկայացնելով հուզիչ ու հիշարժան պատմություններ։ Այժմ, երբ նախագիծը դեռ գտնվում է զարգացման փուլում, շատերն են անհամբեր սպասում նոր մանրամասների։ Հնարավոր է առաջիկա շաբաթներին կամ օրերին պրոդյուսերը կբացի փակագծերը ներկայացնելով առաջին կադրերը կամ դերասանական կազմի մասին տեղեկություններ։ Մի բան հստակ է, նրա նոր նախագիծը, ինչպես միշտ, խոստանում է լինել որակյալ, գեղարվեստորեն արժեքավոր և հանրությանը մտահոգող թեմաների անդրադարձով։ Այս ամենի ֆոնին, երբ հայկական հեռուստաեթերը գտնվում է փոփոխությունների փուլում, նոր նախագծերը հանդիսատեսի համար դառնում են ոչ միայն ժամանցի միջոց, այլ նաև ազգային ինքնության, ավանդույթների և ժամանակակից իրականության վերաարժևորման հարթակ։ Ելենա Արշակյանի նոր նախագիծն անկասկած կհամալրի այդ գործընթացը, ևս մեկ անգամ ապացուցելով, որ նա մնում է հայ հեռուստատեսության ամենաազդեցիկ ու ստեղծագործական գործիչներից մեկը։ Դե ինչ դիտեք տեսանյութերը, որտեղ հենց Ելենա Արշակյանն է պատմում նոր նախագծի մասին։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման թողնել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, ինչպիսի նախագիծ է սպասվում և ովքեր են լինելու նոր նախագծում։ Գրեք նաև, թե որ դերասանին կցանկանայիք տեսնել Ելենա Արշակյանի նոր նախագծում։ Ողջույն սիրելիներս, ես ստացել եմ ձեզանից շատ նամակներ, ուրեմն ես որտեղ եմ, ինչ եմ եկել կանի կինոստուկա, շատ հարցեր կան, որոնց պատասխանները այս պահին հիմա չեմ կարող տալ այս ֆորմատով, ամեն դեպքում, բայց ասեմ, որ շատ շուտով մենք սկսում ենք շատ հետաքրքիր նախագիծ երկու երկրների համատեղ արտադրանք Հայաստանի և իհարկե չեմ ասում ինձ երկիրը, որ երկիրն է, բայց շատ շուտով վերադառնալով Հայաստան անմիջապես կսկսենք մեր աշխատանքները։ Ձեզ պաչիկներ, լավոր, սիրեք կինոն նենց, ոնց որ սիրում եմ ես շատ։ Ողջույն իմ սիրելիներ, ուրեմն քիչ առաջ նամակ ստացա
ու այնքան հետաքրքիր է, շատ պատահական ստացվեց, որ ես հենց հիմա գտնվում եմ այն գյուղում, որտեղ նկարահանել եմ մեր գյուղը, տեսեք իմ հետևում այնտեղ դսեղն է։ Իմ երևի ամենասիրած նախագծերից մեկը, շատ սիրում եմ ու այսօր այստեղ պատահական չենք։ Հիմա կպատմեմ ինչ ենք անում այսօր այստեղ։ Ուրեմն իմ շատ սիրելի դերասաններից մեկը, Ձյաձ Վրույր Հարությունյանը, Երջանկը հիշատակ, ինձ ասում էր Ելենա, դու հարցրակ քո ծնողներին, դու հաստատ Լորվա հետ կապ ունես։ Ասում եմ Ձյաձ Վրույր ջան, ասում եմ ազգակցական որևիցե կապ չունեմ։ Իսկ մնացածը իմ սիրտը Լորվա ձորերում է։ Իսկապես շատ սիրում եմ Լոռին ու այնպես է ստացվել, որ գրեթե իմ բոլոր նախագծերում Լոռին կա։ Ուզում եմ ասեմ, որ մենք սկսում ենք նոր նախագիծ, որտեղ եւս չքնաղ Լոռին իր դերն ունի։ Դժվում եմ, խելագարվում եմ այս բնության համար։ Դրսում ունեն ծաղմուկեր, ես չհասկացա ինչ որ բան հասկացվեց թե չէ, ամեն դեպքում փորձեմ մի անգամ եւս սենց ներկայացնեմ։ Ես խոսում եմ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի մասին, որի նկարահանումները կսկսեն շատ շուտով եւ Երևանում։ Այնպես որ առայժմ այսքանը, մնացած մանրամասներն արդեն հետո, երբ որ կհասնեմ Երևան, արդեն մանրամասն կպատմեմ։ Բարի օր եմ մաղթում բոլորին։ Մի տեսակ հավատս չի գալիս, որ նկարահանման գնում եմ ոտքով, որովհետև ինչքան ուզում է վայրը մոտիկ լինի, մեկ է իրերս այնքան շատ է լինում, որ միշտ ստիպված տաքսի եմ կանչում։ Իդեպ երեկվա հետ կապված, քանի որ ես ուզում եմ հոլովակներով պատասխանել, երեկ ուզում եմ ասել, որ ի վիճակի չէի այլևս, բայց անպայման կպատասխանեմ, եթե նույնիսկ հարցաշարի այդ պատուհանի կկորչի, մեկ է բոլոր հարցերին պատասխանել եմ։ Այս հարցը շատ եք գրել, պատասխանեմ։ Ոչ, ես ապրում եմ Երևանում սեպտեմբեր ամսից սկսած, ու ինչ է ստացվել, որ փաստորեն միաժամանակ աշխատում եմ երկու քաղաքում, եւ Վանաձորում, եւ Երևանում։ Ես, քանի որ թատրոնից դուրս չեմ եկել, աշխատանքից դուրս չեմ եկել, ամսվա մեջ մի քանի անգամ գնում եմ Վանաձոր, փորձ եմ անում, հաջորդ օրը խաղում ու գումարած դրան իմ հարազատներն են այնտեղ ապրում, այդ պատճառով չեմ կարող կապս կորցնել քաղաքի հետ։ Առաջին ամիսներին ավելի շատ էի գնում, ամսվա մեջ 8-9 անգամ գնում էի, ինչքան ազատ օրեր լինում, բայց հիմա մի քիչ խղճալով ինձ սահմանափակել եմ օրերի քանակը գնալու։ Մի խոսքով այդպես։